Երբ անցած նոյեմբերին ԱՄՆ-ում բնակվող մահմեդական 5 երիտասարդներ կորան, նրանց ծնողները ի վերջո հայտնեցին այդ մասին ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյին։ Հակառակ դեպքում հետևանքը ծանր էր լինելու։ Նրանց հայտնաբերեցին Պակիստանում ահաբեկչական հարձակում կազմակերպելու կասկածներով։ Հիշենք նաև, որ Սուրբ Ծննդյան օրը ամերիկյան օդանավ պայթեցնելու փորձ կատարած նիգերիացի Աբդուլմութալաբի հայրը նույնպես նախապես տեղեկություններ էր հայտնել իր որդու ծայրահեղական դիրքորոշման կապակցությամբ։ Սա լավ է ահաբեկչությունները կանխելու գործում, սակայն շատերն են այն կարծիքին, որ հետաքննությունների դաշնային բյուրոն հաճախ անցնում է սահմանը, մուտք գործում մզկիթներ եւ չհամագործակցելու դեպքում ներկայացնում սպառնալիքներ մահմեդականներին։ Օրինակ Շեյխ Թարեք Սալեհն ասում է, թե գործակալությունում պատռել են գրին քարտի համար իր ներկայացրած դիմումը, երբ նա հրաժարվել է մեկնել Աֆղանստան ու ձեռք բերել Ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող իր ազգականներից մեկի վստահությունը։ Այսպիսով, ասում է մզկիթի ղեկավարներից Ֆարես Ալ-Բասիրը, եթե գնաս Աֆղանստան, համարիր, որ վերջդ եկել է, իսկ ԱՄՆ-ում բնակվելու դեպքում Աֆղանստանում համարվում ես անհավատ։ Շեյխ Թարեքի դեպքի մասին հարցերին հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնյաները խուսափում են կոնկրետ պատասխաններից, միայն ասելով, թե բյուրոն ամուր հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի մահմեդական մի շարք համայնքների հետ ու փորձում է շարունակել կապերի հաստատումը։ Արաբ-ամերիկյան ընկերակցության նախագահ Լինդա Սարսուրի խոսքերով, երբ համայնքում մարդիկ սկսում են իրար կասկածել իշխանություններին տեղեկություններ տալու մեջ, արդեն իսկ համայնքի կազմալուծում է ակնկալվում։ Իսկ ինչ անեն ահաբեկչության դեմ պայքարողները, ովքեր ասում են, թե նման տեղեկություններ ստանալու հանգամանքը չափազանց կարևոր է ծրագրվող ահաբեկչական գործողությունները կանխելու համար։ Հակահաբեկչական պայքարում ընդգրկված Սթիվեն Էմերսոնն ասում է, թե հաճախ իրենք մահմեդական համայնքների ղեկավարներն են հետաքննությունների դաշնային բյուրոյի նկատմամբ սարսափ տարածում համայնքներում։ Նրա խոսքերով այդ առաջնորդներն իրենց համայնքների անդամներին վստահեցնում են, որ ԱՄՆ-ն իրենց մղում է դավաճանության։ Իսկ մահմեդական առաջնորդներն ու իրավապահ մարմինները համաձայն են այն մտքի հետ, որ պտուղ տալու համար ամենակարևորն ու ամենաէականը վստահությունն է։ Ինչ վերաբերում է Շեյխ Թարեքին, նա կանգնած է մարտ ամսին ԱՄՆ-ից արտաքսվելու վտանգի առջև։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։